Ես Արակ Ուրազյանն եմ և Հայաստանում արդեն ամսի 28-ն է առավոտյան, այստեղ Լոս Անջելեսում դեռևս 27-ի երեկոն է, այսօր ես ունեմ շատ պատվավոր հյուր Գյումրիից, քանի որ այսօր խոսելու ենք նաև Գյումրու ընտրություններից, հաղորդմանը մասնակցում է հեռավար կարգով Էմմա Ալեքսանյանը, Բևեռի աջակից, Էմմա ջան ողջույն, շնորհակալություն մասնակցության համար։ Ողջույն Հայաստան, կարունոտ ողջույն։ Ուրեմն նախ որպես շատերը Բևեռի մոտ կանգնած գիտեն տարիներով ձեր մասնակցությունը, ակտիվությունը, ընդ որում ոչ միայն Գյումրիում, Երևանում էլ, ուղղակի շատ կարճ կխնդրեի մի հատ ձեզ ներկայացնեք, ովքեր որ հետո կդիտեն կամ ծանոթ չեն ձեզ, հետո նոր անցնենք բուն այսօրվա կարևոր թեմաներից մեկին, Գյումրու ընտրություններին, այսօր պատահական չէ, որ իրար հետ ենք զրուցում, ես էլ գյումրեցի, դուք էլ, և դուք կոնկրետ տեղից ավելի այսպես կլուսաբանեք, ձեր կարծիքներ կասեք։ Խնդրեմ, նախ մի փոքր ձեզ ներկայացրեք, Էմմա ջան։ Ես Ալեքսանյան Էմման եմ, ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ, մանկավարժ եմ և լինելով մանկավարժ, մոտ լինելով երեխաներին, ամեն անգամ երկյուղած մտածել եմ, որ յուրաքանչյուր երեխայի ճակատագիր նաև իմ ափի մեջ է, ինչպես նաև մեր զավակների, ու փորձել եմ իմ պայքարը ուրույն մղել տարբեր ձևերով, որպեսզի կարողանամ այս երեխաներին այնպիսի հայրենիք, այնպիսի հետագիծ թողնեմ, որ հանգիստ անցնեն, կարողանան իրենք էլ շարունակել այդ ճանապարհը, ինչ որ ես սկսել եմ։ Հիմա որ ասում եք ներկայացրու, միայն ուղեղիս մեջ պտտվում է հայրենիք, Հայաստան, այդ բառերը, այսինքն այդ միջակայքում եմ ինձ զգում, ոնց որ եսս ցուրված լինի, վերանցնային վիճակ լինի, այդպես։ Շատ լավ, Էմմա ջան, ուրեմն Գյումրու գանք Գյումրիու թեմային, Գյումրու ընտրությունները, ձեր ընդհանուր պատկերացումը, ես ասեմ փաստորեն ընդհանուր ովքեր որ չեն հետևում, չնայած արդեն վերջի օրերին ենքան այդ զարգացումները լուսաբանվեց տարբեր կողմերից, տարբեր ձևերով, փաստորեն գոյություն ունի այսպես իշխանական թևը ներկայացնող կոնկրետ թեկնածու, գոյություն ունեն մեծ իշխանական թեկնածուներ, ձեր կարծիքի հետո նաև խնդրեմ իմ կարծիքի այսպես նկարագրի շուրջ ավելացնեք կամ եթե ճշգրտումներ կա, որտեղ դուք տեղում ավելի այսպես տիրապետում եք ինֆորմացիային, և կան այսպես նախկին, ասենց ասեմ, նախկին Գյումրու իշխանավորներ, գործող պատգամավոր և կան այսպես մարդիկ, որոնք շատ-շատերի համար, այդ թվում ինձ համար, նոր թեկնածուներ են, և կա մարդ, որը ասենք ասում էր կա Նիկոլ Փաշինյան, կա Հայաստան, չկա Նիկոլ Փաշինյան, չկա Հայաստան, այսպիսի սլոգանով մարդ կար, ոնց որ փոխել է իր սլոգանը, մի խոսքով հայտաբղետ է այս ամբողջ սպեկտրը, և ձեր ընդհանուր պատկերացումը ինչը, և մի բան էլ կցած խնդրեմ անդրադառնաք, որտև այդ հարցը ես ինքս շատ եմ լսում, անձամբ ինձ և Բևեռին ուղղված, ինչու Բևեռը չի մասնակցում այս ընտրություններին և ձեր մոտեցումը ճիշտ է մասնակցել, ճիշտ չէ, ինչի չենք, խնդրեմ Էմմա ջան։ Ուրեմն Լերկամսարը ասում էր, վերջապես ես այդպես էլ չկարողաց ասել, թե հայրենիքն է ավելի բարձր, թե ազատությունը, դրա համար հավասարաչափ պատեցի թե Ռուսաստանին, թե Թուրքիային, որովհետև մեկը խլել է հայրենիքս, մյուսը ազատությունս, էլ չասեմ, որ լավ էլ նվիրաբերում է նաև հայրենիքը մեր։ Հիմա լինելով գաղութային համակարգի մեջ, այսինքն ես Հայաստանը դեռ համարում եմ օկուպացված տարածք, հետևաբար այստեղ ընտրությունները միշտ էլ պիտի լինեն այսպես ներկայացում, շինծու ձևով, որովհետև համակարգը բերել շարել է բոլոր իր զավակներին, որոնք միայն արտաքինից են տարբեր, որ դա ասում էր, եթե մեկենան սև է, ուրեմն ինքը ամենքույն կարող է լինել, հիմա այդ սևն է, որը ամենքույն իր մեջ կրում է, բայց վերջին հաշվով բոլորը այդ սևն են, ու մտածում ես, թե մարդկությունը դարեր պայքարել է, որպեսզի մարդը քաղաքական իրավունք ձեռք բերի, այդ իրավը, այդ ճիշտը, որ ինքը կարողանա նաև ընտրության մասնակցել, այդ ընտրություն բառը
մի քիչ այսպես է ցայտնոտի մեջ է գծում մարդուն, երբ որ տեսնում ես, որ ընտրություն չկա, քան դեռ երկիրս շղթայական, այսպես կապված է տարբեր բաներ մեկը մեկի հետ ածանցված, տանում են մի կետի, որ ընտրությունը պիտի լինի այլ ընտրանք, այսինքն Բաղրամյան 26-ից պիտի սկսվի նախազատություն մեր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք ընտրել եւ լյուստրացիա լինի, որ թացը չորից կարողանանք ճոկել, իմանանք ում ենք ընտրում։ Շատ լավ, իսկ բևեռի մասնակցել, չմասնակցելը այդ կոնտեքստի մեջ եք պատկերացնում, թե լրացնելու բան ունեք։ Իհարկե, նաև այդ միջակայքում եմ ես տեսնում, նախ բևեռը մենք հանդիպում ունեցանք Գյումրիում եւ ինքը ավելի շատ գյումրեցիների կարծիքի վրա որոշում կայացրեց, հավաքվել ենք, քննարկումներ եղան եւ բնականաբար մասնակցել այս թիմին միշտ մտածում եմ, թե մունիցիպալ իրավունքը պիտի փոխվի, այսինքն գոնե տեղական ինքնակառավարման մարմիններում այդ կուսակցությունները չպիտի լինեն։ Մանավանդ մեր երկրում նախ կուսակցություններ չկան, ուր մնաց հիմա էլ բերել են քաղաք խայտաբղետ, մեկը առանց ամոթի ներկայացնում է իրան քաղաքացիական պայմանագիր այդ հասկացություններ փճացրեցին, առաջ կարգին բովանդակություն ուներ, հիմա այդ ԿՊ քաղաքացիական պայմանագիրը ԿՊ, հենց ԿՊ է, դա է մեջ ընկել, եմ մյուս կողմից էլ այդ իմ ասած սևն է, որ չես զանազանում, գոնե անձնային հատկանիշները, էլի հաշվի առնենք, թե ով է իրականում Գյումրիում են անձը, որը գոնե անհարմար չես կա, կառուցողական հարաբերություններ կլինեն, կամ էլ իրոք ինքը Գյումրին սիրում է, կարող է զարգացնել, չնայած դա էլ է աբսուրդ։ Ես խոսում եմ ու ներսից ձայնս ասում է, թե ինչ կառուցապատել, եթե երկիրս մեծ տունս ձեռիցս խլում են։ Իհարկե։ Սա ուղղակի, գիտեք, որն է, այն գիշատիչների խնջույկը ասեմ, այն Սարոյանի խոսքերը ասեմ, որ ասում է անտունդի եզրին բոլորը խաղում են, ես գոռում եմ, ձայնս չեն լսում, բայց սրանք անտունդ են գնում, պարում են։ Տանում են, շատ լավ ներկայացրեցիք եւ հրաշալի էր, փաստորեն ես տեղյակ չէի, տեսա որ հանդիպում եղել էր Գյումրիում եւ առիթ չէր եղել խոսելու խորհրդի հետ այդ թեմայով, շատ լավ է որ տեղի ձայնը նա եղել, ես ուղղակի սենց ավելացնեմ, որ բոլոր այդ հարցադրումներին, կոնկրետ Բևեռի մասնակցության հետ կապված, հետեւյալն է, Բևեռի այսօր նա այս գաղութում ընտրությունների պարագայում անգամ վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանը բանտում է։ Սա արդեն իսկ պատասխան է, որ երբ որ մարդը առողջական խնդիրներ ունենալով բանտում է, հետևաբար մնացած ամեն ինչը հավասար իրավունքների, ընտրության, ազատության, չափ փայլուն օրինակ բերեցիք Կամսարից, մեկը հայրենիքս է խլել, մեկը ազատությունը, այդ ազատազրկված ազատության պարագայում, երբ որ քաղաքական ուժի ղեկավարը բանտում է, ու չգիտես ինչի են մյուս երկրորդ եւ երրորդ նախագահ կոչեցյալ գործակալ սրիկաների, տականքների ազատության պարագայում է լինում, այսի խոսել ընտրությունների մասին իհարկե աբսուրդ է, իհարկե անընդունելի է, որ թեկնածուներից մեկի առանց որևէ մեկին, որովհետեւ ընտրություններ գաղութի պարագայում չի լինի, միաժեք համակարծիք եմ, բայց նույնիսկ այս պարագայում այդ ՔՊ ես միշտ երկրորդը ճաշակի խնդիրը առաջի բառը հստակ Քեմալին է հիշեցնում, Քեմալի ինչ որ չգիտեմ ինչեր են դրանք, որ արդեն իսկ բռնություններ են ընտրություններից առաջ տեխնացուներից մեկի, ես նորից եմ շեշտում, ոչ մեկի կողմը չեմ, ոչ մեկի պաշտպանը չեմ, ընտրությունները կարիկատուրա է եւ ցիրկա, չնայած այդ մի տեխնացուներից մեկը այն օր ականջիս ընկավ, ասում է մուշ թաղամասում կրկես պիտի սարքենք, ինքը բուն լինելով կրկեսային արարած է, որ ասում էր կա Նիկոլ Փաշինյան, կա Հայաստան, չկա Նիկոլ Փաշինյան, չկա Հայաստան, այսինքն մենք թողել ենք նմաններին այսպես հարթակը, եւ խոսքս Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամներին այս ձերբակալությունների, այսինքն թատրոնի մասին է, եւ ամբողջովին այս կազմակերպված քաոսի գլխավոր մեղավորը Գյումրին գցել է այս փոսի մեջ, բնական է դրանից շահելով իր շագանակները, իր այս բազմաերախ, բազմաճյուղ
գործառույթներով, այնպես որ ընդհանուր առմամբ տխուր է իրավիճակը եւ որպես քաղաքացի ընտրող, դա Ռոբերտ Քոչարյան տական գործակալի օրենսդրական փոփոխություններ, որ զրկեց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող մարդկանց քվեարկությանը մասնակցելու, դուք հիմի Գյումրիում եք եւ որպես ընտրող ինչ կամ ինքներդ եթե ուզում եք ասեք ձեր մոտեցումը եւ ինչ խորհուրդ կտայիք գյումրեցի ընտրողներին, որ ընտրում են քաղաքապետ։ Ավականի ավելի շուտ։ Նախ ասեմ, որ ժողովրդավարությունը, օխլոկրատիան այսօր ներկայացվում է որպես ժողովրդավարություն, նաեւ այդ բարի իսկական բովանդակությունն են աղավաղում, որ ժողովրդավարություն լսես խաչակնկես, բայց իրականում ժողովրդավարությունը դա չէ, սա իրականում օխլոկրատիա է, նախ սկսեմ նրանից, որ ԺՊ ներկայացող ՔՊԱ-կանը, նոր ընտիր ՔՊԱ-կանը, արդեն իսկ խախտում է ժողովրդավարության սկզբունքներից մեկը, որ այդ մասնակիցների ռեսուրսները հավասար չեն բաժանվում, որովհետև ինքը հիմա իր ձեռքի տակ ունի եւ մարդկային ռեսուրս, եւ լծակներ, զարմանում ես ու գիտեք ինչից եմ պատսկում, երբ տեսնում եմ ինչպես են մեր ժողովրդին մանիպուլացնում, այդ կեղծ, այդ գրկախառնությունները հիշեցնում են հուդայական համբույրը, որ մատնելուց առաջ համբուրում են, այս ժողովրդին ձեռք են առնում, այդտեղ է մեջս ոնց որ ինչ-որ մայր Հայաստանի բան է առաջանում, որ ձեռք չտակ ժողովրդիս, այս ինչ ծամածրանք է դասական, որ դուք իրականացնում եք ու խեղճ ժողովրդին մեկին խփում են, մեկին գրկում են, մեկին ասում են արի քեզի ղայդով թաղում կազմակերպենք, թե նա Անդրե արի թաղեմ ու մարսում է ժողովուրդը, այսօր իմ ժողովրդին հիվանդացնում են այս ինֆորմացիոն դաշտով, բայց ես գիտեմ, որ ժողովուրդը սրտով է այդ իմաստությունը լսելով չէ, ինք անպայման ժայթքելու է ու ես որպես այդ ժողովրդի փոքրիկ ներկայացուցիչ ինքս էլ նայում եմ, թե իրոք իմ այլընտրանքը ազգային ազատագրական պայքարն է տվյալ պահին ու մինչև այդ մտածում ես, թե գնաս ընտրության, երբ որ չգիտեմ տարօրինակ զգացողություն եմ ապրում, երբ որ շատ անկեղծ եմ լինում ինքս ինձ հետ, մտածում ես, թե պայքարի ուրիշ մի հատ ցասում է պետք, ես նույնիսկ հայտարարեցի, ասեցի, եթե դուք իրոք դեմ եք այս վիճակին, բոլորը հավաքվեք ու սկսեք ազգային ազատագրական պայքար, որ իմանամ, որ քաղաքս ապահով ձեռքերում է լինելու։ Քաղաքը Հայաստանի քաղաքներից է։ Հայաստանի սրտին են խփել, մենք դեռ այդ հոգեվարքի մեջ ձեռքերս ենք թափահարում։ Այո, երբ ոնց որ նկատեցի, հայտնվել են այդ ՔՊ-ի զանազան են անտռուսիկ արի ու մի ասային, որոնք գալիս գյումրեցիներին ինչ որ ուղղություն են տալիս, հետո այդ քանի որ ես ձեր մանկավայժական այդ զգացողությունը կար, ես մի բանի վրա եմ ֆիքսվել, հետաքրքիր դասը, չգիտեմ, ձեր կարծիքը շատ հետաքրքիր է մտքիս եկավ, սլոգաններից մեկը, միշտ սլոգանները շատ կարևոր են եւ պատահական չի, որ այդ ՔՊ-ի տարբերանշանը թուրքական ինչ-որ կուսակցության տարբերանշանի ուղիղ copy-paste է, մի հատ ուրիշ բան կա հիմա, վաստորեն մի թիմի անունը դրել են մեր Սարիկը, այն մյուսի անունը դրել են ձեր Լևոնը, այստեղ ինչ ազդակները, մեր ու ձերի այն խեղկատակ հայկո է, ինչը դրա բանը հիշեցի, էլի մեր, ձեր, այս բաժանումները, ասենք, ես ձեր շահանադարձը հետաքրքիր է ես։ Որոշ մարդիկ է մեր Սարիկ չեն ասում են բոլորի Սարիկը ավելի դիպուկ է, որտեղ ինքը ամեն րոպե կարող է բոլորինը լինել։ Ես մի հատ ուրիշ միտք լսեցի երեկ, ասեց բան այդ Սարիկի բան կա, իմպրովիզացիան կա, Սարիգը մեր բարբարով ասած էդի լսել։ Լրիվ Սարիկը։ Տարբերակումն է բան, էլի, այսինքն ինչի մեր, ձեր, ինչու է մենտալ առումով բան անում, բաժանում արվում մարդկանց, էլի։ Դա իհարկե Նիկոլի Ցերակիրն է, սպիտակ, սև, այս բաներին մնացել էր մեր քաղաքը հազիվ խաղաղվել էր մի քիչ, հիմա լավ, սպես լավ, էլի կրկերը
այնպիսի թեժացում լինի, որ մարդը մոռանա այն վտանգը, արտաքին վտանգը, շեղման արվեստ է նաև մի կողմից էլ սա, որ այն 80%-ը կա, չէ, քաղաքագիտության մեջ է խոսում են, գիտես, այդ է ճշմարտության լույսն է երևում, մեկ էլ ուժեղ պատի ես հանդիպում, որ դա խաբկանք էր, դա իլյուզիա էր։ Հիմա այդ ձեր ասած մերն ու ձերն էլ, այդ նույն սպիտակն ու սևն է, այդ որ դու բևեռանաս, ծայրահեղականանաս ու իրար ուտի քաղաքը։ Ժողովուրդը էլ եմ կրկնում իր իմաստությունը ունենալու է։ Սրանք են գիտեք ինչպես որոշ խավ կա այն Մետերլինկյան կույրերի պես իրենք նստել են ու սպասում են ինչ-որ փրկչի։ Փրկիչը մենք ենք։ Այդ ճիչը լսելու ենք, այդ զանգերի ղողանջ արդեն վաղուց սրտիս մեջ խփում են, դրանք իրականություն կդառնան։ Իրենք դիեզեր գիտեմ չեն կարող գնալ այս խաժամուժը, այս կոնգլոմերատը, ոչինչի չի հասնելու։ Այդ բոլոր հնարքները, տեխնոլոգիաները, սիմվոլները, ամեն ինչ խորհրդանիշ է, իրենք բան են հասկացնում, բայց վեր երկրային, վերանձնային վիճակ է ստեղծվելու ժողովրդի մեջ, սրբելու է, կեղտը աղտը սրբվելու է, ու չգիտեմ ինչի ուզում եմ, որ հենց Գյումրիից էլ սկսվի դա։ Մի հատ post եք դրես, երեք ես երկորը, շուտով զանգերը կղողանջեն ու հաստատ, և ձերես հաստատակամությունը մենակ ողջունելի է, հիմա իսկ այդ Գյումրի ընտրությունները այսպես կարևորագույն խնդիր դիտարկելը ինչ դրա մեջ խորհուրդ եք տեսնում, ասեմ ոնց որ սա երկիրը կենտրոնացված ամեն ինչ թողած, ամեն ինչ մի քանի փստենկոտների ձայների բանի մեջ է գնում, որտեղ ոչինչ չես հասկանում, ասենք կոմունիստական կուսակցությունը ներկայացնում է հավատացյալի, որին հարցնում են, ասենք կոմունիստները, աթեիստները ասում են Նիկոլի ժամանակ, դա Նիկոլայ ցարի ժամանակ են կոմունիստները աթեիստ եղել, բայց բանից պարզվում է, որ ժամանակագրությունը ֆիքսում է, որ Նիկոլայ ցարի ժամանակ կոմունիստները բան էին, էլի, այն մեկը ասում է մուշ թաղամասում կրկես ենք սարքելու, էսի ասում է 5 հատ շենք է սարքվել, սոցիալայս սարիգը 5 հատ շենք է սարքվել 7 տարում, բայց 500 հատ կսարքվի տարի ու կեսում, այն մյուս սուտի եվրոպամետների վտանգավոր մի թև, որը կրտուսյալներով է ներկայանում, որը լրիվ ԿՊ-ի դուբլյաժն է, ներկայանում է, չգիտես, ասենք այս խաժամուժի մեջ կրթության խնդիրները, որտեղ այդ մանկավարժական շունչը ձեր խոսքում զգացվեց, կրթության և այս կատաստրոֆիկ վիճակը, որ ուղղորդված պետականականման, մի երկրի կրթության նախարարուի կոչեցյալ, չգիտեմ անունը նույնիսկ, չգիտեմ ոնց կոչեմ դրան, որ Գարեգին Նժդեի պես հանճարին, ազգի հանճարին համարի ֆաշիստ, բան, ինչ սպասես, ասենք կրթություն, հենց կրթությունն է ուզում, ձեր խոսքը այդ մասով, ասենք ոնց ենք հենց այս ամբողջ ճահիճը այդ կրթական բանի մեջ է ոնց որ, չգիտեմ, ձեր կարծիքը։ Ձեր ասածը ժողովրդական խոսքը ասում է շունը շապիկ է հակել, կատուն վարտիկ է հակել։ Այդպես խառնվել է ամեն ինչ, բայց ջրերը պիտի պղտորվեն, որ պարզվի, ու սրանք ավելի պղտորելով չեն մտածում, որ շուտով իրենք հատակում են լինելու։ Կրթության ոլորտ արդեն թակում է այն երիտթուրքական ծրագիրը, հիշում եմ երիտթուրքերին հեղափոխությունը, ինչպես շատ ջատագովներ ունեն և մտածում էին շուտով ազատություն, եղբայրություն, հավասարություն, բայց այդ նույն երիտթուրքերը դա արեցին, մենք տեսանք դա 18 թվականին, երբ բոլորս հեղափոխության կողմն ենք ու առաջինը մի պահ չէինք վերլուծել, որ գաղութում այնքան են ամլացրել շատերի մտքերը ստրկության մեջ են, որ այս մարդիկ այս երկու խոսքը լսելուց հետո պիտի նստեն և սպասեն ինչ-որ մեկի գործունեությանը և ոչ թե կագնած մնան մինչև այդ գործունեությունը հենց իրենք առաջնորդեն, այդ հարցն էր, որ մենք պիտի կանգուն մնայինք, որ այսօր մեր դուրը չթակեր նա, որ դու որ հպարտացել ես Արցախյան շարժումը դա քո
ազգի պատմություն, գիտեք, հնոցն էր, որ վառվեց, որ բոլորին ոտի հանեց։ Ես հիշում եմ, նույնիսկ այդպես քաղաքական հասունություն չունեի, բայց սիրտս ինձանից առաջ էր ընկել։ Արցախի մասին ով էր ներկայացնում, որ Արցախը մերն է։ Հիմա դուք պատկերացնում եք, ոնց որ ես հիշեմ այն բոլշևիկյան գաղափարախոսությունը, որ ասում են, եթե պետք է այս Հայաստանն էլ կտնենք սոասեղան, միայն մեր հեղափոխությունը հաղթի, իսկ այդ հեղափոխությունը իրանք թուրքերի հետ էին նաև պատկերացնում։ Ու այսօր այդ նեոբոլշևիկները, որոնք նույնիսկ գաղափարախոսություն չունեն, նույն բանն են անում եւ պատահական չէ, որ դասագրքերից են ճնջել պատմությունը, բայց ո իմ այրան միջից չեք ճնջելու։ Իմ սրտխփոցը դեռ Արցախի ձայնը, որ բացած Արցախի ձայնի ես ամեն օր լսում եմ, այն որ քեզ կանչում է, այդ հողը պայքարում է, այդ դու գրկերից հանես Արցախյան հերոսամարտը, գրկերից հանես հայոց ցեղասպանությունը, այսինքն այս ձեր ասած հարցը ուզում եմ նաև ասել, որ ինչի հատկապես ԿՊ-ն լինի, որ բոլոր լծակները իրեն ձեռքում լինի, որպեսզի Բոսկուրտը կարողանա իրականացնել այն ծրագիրը, որ շուտով սահմանադրություն պիտի փոխեն Եվրամիության անվան տակ, իբր այդ բանն է լինելու եւ ժողովուրդը, որ արդեն իր մասնակցությունը պետության կառավարմանը ուղիղ է ներկայացնելու, այսինքն ժողովրդի ձեռքով մի հատ իլյուզիա անեն, չպատկերացնեն, որ Արցախն ենք մենք վերջապես հրաժարվում անկախության հռչակագրի այդ կետից եւ ցեղասպանությունը, որը առանց հատուցման ներելու Բոսկուրտին, որը շարունակում է գայլիախորժակով, այսպես գիշատջի պես հարձակման պատրաստ է արտան, բայց մենք զոչ չենք։ Էլ եմ կրկնում, այդ պատմությունը չնջել չես կարող, ինչպես որ այն վարդից իր գույնը չես կարող զատել։ Դա մեր մեջ պատվաստված է։ Մենք ենք։ Մենք մեր մեջ կրում ենք ամբողջ հազարամյակների պատմություն եւ դա պորտկալու են զինանշանի առյուծն ու արծիվը, իդեպ առաջի հանրապետությունից դա տարբերվում է փակ է բերանները, բացվելու է այդ բերանը։ Դրանք ես չեք էլ պատկերացնում ինչքան հաստատակամություն ունեմ, վստահում եմ, որ այն լավագույն փոքրամասնությունը դուրս է գալու եւ ժողովուրդ սրտի ձայնով է միանալու։ Հաստատ Ուզում եմ ասել, նախապատրաստվում են նաև, որ լծակներ ունենան, սահմանադրությունը պիտի այնպես լինի, որ իրենց ուզածով լինի, որ ժողովուրդը կանգնի, ասի, այո, ես հրաժարվում եմ իմ պատմությունից, չի լինելու դա։ Ես շատ շնորհակալ այստեղ հեղինակություն չունի։ Ինչ կան ուզում են զեղծարարություն, ինչ կան ուզում են շղարշեն, այդ այլանդակ իրանց մերկությունը շղարշի տակից երևում է։ Ես ընդհանուր առմամբ ասեցի եւ ձեր այս խոսքը մեկից նաեւ հուշում է եւս մեկ անգամ հարկամարեմ անդրադառնալ հետեւյալին, քանի որ այդ սիմվոլիկան չափազանց կարեւոր է, որ աղավաղել են սիմվոլիկաները, դա Լևոն Անտեր-Պետրոսյանի շնորհքն է, որ առաջի հանրապետության սիմվոլիկան էր աղավաղել կեղտոտ սրիկան։ Եվ հատկապես, որ ասում եք սահմանադրությունը փոխելու եւ ողջունում եմ, որ ասում եք ԿՊ-ն ձայներ չի հավաքի, նույնիսկ այդ ադմինիստրատիվ, այն Սերժի ասածը հիշում եք, չէ՞, որ Գյումրիում ասում էր ինչքան է պետք խփեմ 100%, ինչքան ես ուզում խփեմ, այստեղ մի այլ ուժի հատուկ ուզում եմ անդրադառնալ, խոսքս վերաբերում է այդ գառի դիմակներով գայլերին, վերաբերում է այսպես կոչված եվրո չգիտեմ ինչերին, որոնք Եվրո անդամակցության քողի տակ աջակցում են այս կեղտոտ թրքամոլագարի քաղաքականությանը, ավելի անվանական ասեմ Տիգրան Խզմալյանի, Արամ Սարգսյանի, չնայած այնտեղ քույրիկ բան են ասում, հարգելով Վազգեն Սարգսյանին որպես Վազգեն Սարգսյան իր բոլոր թերություններով, ուղղակի քույրիկ չասենք, ու այդ ուժերի կողմից թեկնածու նաև երկրորդավորված սահմանադրություն փոխող եւ Քեմալի ու Էրդողանի ուղեկիցը պահպանող, այսի հատուկ այն մարդիկ կան, որտեղ քաղաքականությունից հեռու մի քիչ կանգնած, այսպես ասում են, դե լավ, էնի կողական ա գնում, էնի երաշտական ա գնում, արի ես գոնես գրագետին ընտրեմ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ ուժը թաքնված ԿՊ-ական է եւ թուրքական ծրագրի իրագործող ուժեր են, որտեղ այն մարդիկ, ովքեր կողմ են 28,000 քառակուսի
կիլոմետրով Հայաստանի, դրանք պարզապես թշնամիներ են, ոչնչություն են, Վարուժանի ասածի պես ուղղակի ոչնչություն են, եւ այս ընդրություններին Գյումրիից որպես գյումրեցիներին կոչանը, որ ըստ էության այն քաղաքական ուժը, որ նոր հստակ ձևավորված ծրագիր ունի եւ հստակ ձևավորված առաջնորդություն ունի, այսօր իր առաջնորդը բանտում է, ռուսա-թուրքական բանտում եւ այս միրաժին, այդ սուտ կեղծ միրաժին ընտրություններ ֆոնի տակ, որտեղ դուրը տնպոց կսարքեն, մեկին կձերբակալեն, մեկին կհայոյի, մեկը մյուսը, այս ամբողջը բարիք ու իմաստով ցիրկ է, կրկեսա, որով ձեռ են առում յուրաքանչյուր գյումրեցու, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Հիմա ուրեմն մենք այս մասը մաղթենք, որ Գյումրին է ձեր ցանկությունը, որ Գյումրիից սկսվի այս ամեն ինչը, Գյումրին մաքրվի։ Ես ճիշտ ասած հերվից զգացողություն ունեմ, որ չգիտեմ, այս վերջի օրերին, որ Ղարաբեկիրը 20 թվին ոնց որ Գյումրի մնացել է, ինչ որ մնացորդներ այդտեղ թողել, էլի, պետք է մաքրվել էսի, պետք է մաքրվի եւ երկիրը մաքրելուց այդ Ղարաբեկիրի թերմացքներին իրանց եվրո դիմակներով, ՔՊ դիմակներով, այդ խելագարներով, մուշում կրկես սարկողներով եւ այլն կմաքրենք, այդ նախկիններով, այդ գողականով, երաշտականով, սաղին կմաքրենք, էսի այդ միանամ ձեր վստահությանը, որ post-ի մեջ գելեք հաստատ կմաքրվի։ Մի հատ թեմա կա, հաստատ դրան առնչված կլինեք, ես չգիտեմ ձեր կարծիքը, բայց այսօր Բևերի ուրեմն մամուլի խոսնակի կողմից հայտարարություն է եղել, ես ուզում եմ սա կարդալ, քանի որ հենց Բևերի YouTube անալիքով ենք խոսում, որպես պաշտոնական հաղորդագրություն, ազգային ժողովրդարական Բևերը անդրադարձ է, այսինքն մամուլի խոսնակի մակարդակով անդրադարձ է արել, ես կարդամ այս տեքստը, հետո ձեր կարծիքը կլսենք, ես էլ ամբողջ, որտեղ ըստիս ամբողջովին անդրադարձ եղել է, շատ նուրբ թեմա է, շատ այսպես սենսիտիվ մարդկանց ջղերի հետ խաղացած, կարծում եմ, ոչնում եմ, որ Բևերը այս հայտարարություն արել է, ես ուղղակի կարդամ, հետո լսեմ ձեր կարծիքը հիմա։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, Վարդան Հակոբյանի կողմից հնչեցված մեղադրանքները, թե իբր Բևերի խորհուրդը իր նկատմամբ թշնամանք ու զրպարտանք է տարածում, չեն համապատասխանում իրականությանը։ Ազգային ժողովրդարական Բևերը հիմնված է վերանձնային արժեքների ու սկզբունքների վրա, միավորվելով հայրենասեր անհատների, իշա Հայաստանի անվտանգության եւ զարգացման։ Մեր պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների եւ համակարգերի դեմ է։ Երկար տարիներ գործելով օկուպացված իրականության պայմաններում Բևերը դիմագրավել է ճնշումների, բռնությունների, հալածանքների եւ անգամ սպանությունների։ Մենք կանգուն ենք մնացել շնորհիվ մեր գաղափարների հավատարմության։ Բևերի խորհուրդը չունի ոչ նպատակ, ոչ ժամանակ անձնական հակամարտություններով զբաղվելու համար։ Դրանք Բևերին վերագրելը անհիմն եւ անազնիվ շահարկումներ են։ Բևերի գործունեության եւ դրամավակների մեջ որևէ մեկի անհատական ներդրումը առանձնացնելը եւ ընդհանուրին հակադրելը նսեմացնում է հարյուրավոր նվիրյալների եւ հազարավոր աջակիցների աշխատանքը։ Դա անարտար է եւ վիրավորական։ Միևնույն ժամանակ մենք երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում որևէ կերպ աջակցել են շարժմանը, նույնիսկ եթե այսօր այլ ուղով են ընթանում։ Բևերը երբեք անտարբեր չի եղել հալածվող կամ բանտարկված գործիչների ճակատագրի նկատմամբ, մշտապես հանդես գալով նրանց պաշտպանությամբ, անկախ աշխարհայացքային տարբերություններից։ Այսօրվա գոյութենական եւ մարտահրավերների պայմաններում անհարկի շռայլություն է հանրային բանավեճը ծառայեցնելը անձնական հարցերին։ Բևերը կոչ է անում բոլոր կարող ուժերին կենտրոնանալ ազգային խնդիրների լուծման վրա, հարգանքներով Վահագն Ավագյան, ազգային ժողովրդարական Բևերի խորհրդի խոսնակ։ Այս հայտարարություններ, խնդրեմ Էմա, քան այս թեմայի շուրջ ես ճիշտ ասած ձեր մոտեցումը չգիտեմ, անկեղծ ասած, ձեր կարծիքը բնականաբար կռավում եմ, որ լսած կլինեք այդ բլոգեր Վարդան Հակոբյանի կողմից տարված խոսքին եւ դրան հաջորդող
դիսկուրսներին։ Խնդրեմ Էմա։ Նախ սկսեմ նրանից, որ այս ցիտատից, որ Պևերը ժամանակ չունի նման բաներով զբաղվելու, դա իրոք իրականության շատ է համապատասխանում։ Ինքս լինելով Պևերի շարքերում, ես այս աղարտի մեջ կտամ մի լուսավոր կետ, որը հենց այդ հենակետն է դառնալու, որ շուռ ենք տալու այս աշխարհը, որտեղ ինքնակամերը այն մի փոքր տոկոս կազմող կարճաժամկետ շահփնտրողները դրանք անպայման նույնիսկ գետնին չեն կարողանալու նայել, որտեղ այդ հողը, որին պետք է նայեն, այդ հողը այսօր գտնում է մեր մայր Հայաստանն է, ոնց որ առնակամ մորդ թողել գզվրտոցի մեջ ես մտել։ Իրոք Պևերը ժամանակ չունի, իդեպ ասեմ, որ մենք վաղը մասնակցելու ենք Ազատության հրապարակում Արցախահայության շահերի հետ կապված հավաքին, որովհետև այնտեղ մեր սիրտն են խլել, այստեղ փաթաթվել են մեր պարանոցին Սյունիքը, այն Սյունյաց երկիրը, որը այսպես կանգուն է կարծես պահում են հենակետն է, որ իր տաթևիսյունով ամբողջ աշխարհին է կա, չէ, որ երբ որ մեր բուն տոմարի օրը Հայկը հաղթում է, երբ որ Բելին արը հաղթում է չարին, այդ օրը աստղերը շարվում են Տաթևիսյան վրա, մեր Հայկի համաստեղությունը, դրանք պատահական չեն, գիտեք, սա մի էներգետիկա ունեցող վայր է, որտեղ այդ պահին նույնիսկ բացասական էներգիա չկա, կողմնացույցը չի աշխատում։ Ես կուզենայի ասել, որ այո, Պևերը ժամանակ չունի։ Իսկ ով որ ինչ որ ներդրում անում է, դա իր հայրենիքին է անում։ Պևերը խորհրդին չի արել կամ ինձ չի արել։ Դա արել է իր պարտքն է կատարում այն հայրենիքի հանդեպ, որը իրեն միշտ պաշտպանել է, այն լեռների հանդեպ, որը իրեն հազարամյակներ է ցերտից ու քամուց պաշտպանել, այսինքն դարձնել դա ինչ որ այսպես խոսակցություն, իրոք այն ամենաթանկ ժամանակը վատնես, ընդհանրապես ես որպես մարդու տեսակ էլ միշտ չեմ իջել այնքան որ տականքի ձայնը ունկնդրեմ, բայց տականքին տրորել եմ, հարկեղած դեպքում պիտի տրորեց դրանց գլուխը, այն ակնընտականը ու նորից շարունակեց ճանապարհը։ Այսօր բոլորը մի պակ ձեր հարցից շեղվեմ, խոսում են ընտրություններից տեղական ինքնակառավարման մարմինների, բայց ես չտեսա մեկը, որ այն նախկին մեր այն գավառապետը, ասեմ, որը գավառների տերն էր դառնում եւ ժողովրդին կազմակերպում էր որպես աշխարհազորի ղեկավար, վտանգված Գյումրին թուրքի բերանն է մտնում, հետևից 102 բազան կարող է խփել, դուք օրինակ ինչ ծրագիր ունեք, թե դուք ասենք այնտեղ չգիտեմ ինչ է լինում, դուք որ ջայլամի պես գլուխները դրել եք հողի մեջ, չեք նկատում ինչ է կատարում, թե հատուկ ձեր կոմֆորտի զոնայից չեք ուզում դուրս գալ, ինչ պետք է անեք, այդ թուրքը առաջինը հենց այդ մեծահարուստների տներն է մտնելու ու կամ ոստիկանության, որը զենք ունի կամ մնացած բաները, այդ լծակները, որ ԿՊ-ն իր ձեռքն է առնում, ինչի է առնում, որ մեզ նույնիսկ Արցախի պես այն վիճակը ստեղծի, որ զենք չտան, որ զենք չունենան, որ մենք այսպես հանձնվենք, ոչ որ ոնց որ տարիներ առաջ խաչ անելով ենք հանձնվել, մինչդեռ այդ սուրը, որը նաև խաչ էր, երկուսը միասին պիտի լիներ, ու ես ուզում եմ ասել, որ մտնելով Պևեր, ես նոր հասկացա կրթությունն ինչ բան է, ես գիտեի, ես կրթություն էի ստացել, բայց իսկական կրթությունս Պևերի շարքերում եմ ստացել եւ լինելով շատ ազատ, բնական, ազատության այդ բնական իրավունքից տերը, եթե ես գայի Պևերի շինծու լինելը կամ ինչ որ այդ բանը, որ խորհուրդը մեզ պիտի ճնշի կամ հակառակ, ես այն միտքը, որ այսքան նույնիսկ համարձակ հանդես եմ գալիս, դա Պևերի լուման է, որ ես գիտեմ, որ ես մենակ չեմ, Պևերը հենց այդ ուժն է, ինքը մենակ երբեք ոչ մեկի չի թողնում, երբեք, ու լինել այսպես վայրահաչել Պևերի, հասեն եւ Պևերի խորհրդի, մի բան եմ այսպես իմիտացիա անում, երբ որ ցեղասպանությունից առաջ մտավորականությանը գլուխն էին վերացնում, որ ժողովուրդը մնա անգլուխ, այսօր ազգային միակ ուժը, որը երբեք ծնկի չի եկել, չի հնազանդվել, չի հանդուրժել, չի գնվել, փորձում են այդ ուժի երեսին բան շպրտել։ Դու անզորություն է, դա հոգեվարք է, ների խրխրոցն է վերջի, խրխրացեք, Պևերը կանգուն եղել է, կանգուն մնալու է, որովհետև հենց Պևերի խորհուրդը այն
մարդիկ են, որից ասենք Ժիրայր Սեֆիլյանը ոգեշնչման աղբյուր է, վայեն ոնց որ սիրտ լինի, դուք որ անընդհատ մեր միտքն եք, մեր արյունն եք, այն որ հեչ կապ չունի, գիտեք որ դուք ինձանից հեռու եք, դուք հենց հիմա ինձ հետ այսպես ամենամեծ սերտ կապը ունեք, որտեվ ես այսպես կլոր եմ զգում բոլորին, ու ոչ մեկ չի կարող մեզ քառակուսի դարձնել, այդ սուրսուր անկյունները առաջի հերթին իրանց ուղղությամբ է գնալու, իրենք չեն իմանում, ներնել է գալիս գարան մորտիով, աստվածային խոսքեր, հրաշքներ ասում է, բայց վայ նորան, ով հավատաց, ասում է, իսկ ինչպես չհավատամ, ասում է, ամեն ծառ իր պտուղից է հայտնի, դրանց պտուղները շատ լավ հայտնի են, այնպես որ պետք է այսպես վրաներով անցնել, են տականքին տրորել, ու իրենց տեղը ցույց տալ ու մեր բարձրության վրա մնալ ու չունկնդրել, հիմա մենք մի ճիճ ունենք, դա Արցախի ճիճն է, նա ճճում է, նա սպասում է, նա պայքարում է եւ սպասում է, որ պիտի նորից մեր մայր հայրենիք Էնվիլսոնյան Հայաստանը լինի, դա միֆ չէ, դա իրականություն է, բայց մենք պիտի պայքարենք, միայն չպիտի խոսենք, բոլոր ոլորտներում, տարբեր ձևերով, պայքարի տարբեր ձևերով, միայն մեր չհանձնվելը, ուր չգնալը համակարգին, դա արդեն պայքարի ամենամեծ նշանն է։ Էմա, գիտեք, այնպիսի մի այսպես մակարդակ վերցրեցիք, որ ես առանց էնել ես Վեվերի հայտարարությունից հետո խոսնակի մակարդակով արված հայտարարությունից հետո փորձում էի միտքս ձևակերպել հնարավորինս հակիրճ, դուք ավելի սահմանափակեցիք այդ բարձր լեվելը սահմանելով կարծիքի, ես երկու բառ ուղղակի ուզում եմ անդրադառնալ այս կոնկրետ քանի որ բլոգեր Վարդան Հակոբյանին էր արտահայտություններին, բայց նաև գիտեք կողքից ինքնակոչ, այսպես Վեվերից հեռացածների բանի ինչ-որ ֆոնել կա, կոնկրետ Վարդան Հակոբյանի հետ կապված ես հայտարարությունից դուրս երկու բան եմ պարտավորված համարել ասելու, որտեղ այդ պրոցեսների ներգրաված այս կամ այն չափով եղել են, ես ինչ-որ ասում եմ, իրականում կարող եմ հազարապատիկը ավելին ասել, ուղղակի հնարավորինս ամեն ինչը սեղմելով այդ հայտարարության մեջ, ուղղակի տեղեկացնեմ մեր այսպես հիմի լսողներին, հետագայում լսողներին, որ Վարդան Հակոբյանը անդրադարձել էր Թելետոնին, անցած տարվա Թելետոնին եւ այս տարվա չմասնակցելուն իրա, ուրեմն հայտարարում եմ պատասխանատու ձևով հետեւյալը, որ Վարդան Հակոբյանի մասնակցությունը սկսվել եւ ավարտվել է Թելետոնին այն պահին, այսինքն սկսվել է այն պահին, եւ որ աջակիցների ժողովը այստեղ գումարելով, մենք քննարկել ենք տարբեր տեխնացություններ, ով պետքա վարի, բոլոր դետալները քննարկվել են, ով պետքա վարի Թելետոնը, Թելետոնի վարման համար առաջարկվել են տարբերակներ, տարբեր հաղորդավարների, այսպես կոչված հայտնի ու հանած դեպքերի, ու այդ տեխնացուների մեջ քննարկվել է հաղորդավարի կամ հաղորդավարուհու տեխնացություններ։ Տեխնացուների մեջ եղել է նաև Վարդան Հակոբյան անունը, աջակիցներից ոմանք առաջարկել են իր տեխնացությունը։ Քվեարկությամբ, որտեղ Վեվերը այն օղակն է, որտեղ ամեն ինչ բաց է, ամեն ինչ ազատ է եւ տեղի մասնակիցների քվեարկությամբ առավելագույն ձայներ հավաքել է Վարդան Հակոբյանը, սա սկիզբը հայրը, որից հետո Վարդան Հակոբյանի ամբողջ ճանապարհածախսը, ամբողջ ստեղ մնալու այդ հոգսերը, աջակիցների եւ աշվին ա եղել, Վարդան Հակոբյանը մասնակցել է բլոգեր Վարդան Հակոբյանը, հաշվի առնելով իր նախկինում արված այսպես ի աջակցության Վեվերի, ասացնածռերի իր գործնեությունը, տրվել է ուրեմն այդ արդյունքով որպես որտեղ մյուս այլ հաղորդավարներ կան, էմա, որոնք անուններ չտամ, մյուս տեխնացուները եղել են, ասենք, տեղում էլ կան, որ այս դամբանական ճառեր են ասում հայրենիքի բանի եւ այլի մասին, բայց հետո ժամավճար են ասենք պահանջում։ Այս մարդուն ընդունելով որպես Վեվերի կողքին կանգնած մարդ, աջակիցների ժողովը, ձայների մեծամասնությամբ
ընտրեց կանգնեց իր թեկնածության վրա, որը խորհրդակցվեց Բևերի խորհրդի հետ եւ Բևերի խորհուրդը հենց այդտեղ էլ է երևում ժողովրդավարությունը։ Արձագանքը հետեւյալն է, որ դուք տեղում ավելի լավ կողմնորոշվեք եւ դուք տեղում ավելի լավ գիտեք։ Վարդան Հակոբյանը, բլոգեր Վարդան Հակոբյանը մասնակցել է ստեղ, ասում եմ, բոլոր իր գալուց, գնալու է բոլոր ծախսերը հոգացել է Բևերին աջակիցները, իր հաղորդ այդ թելետոնի այդ ժամերի համար կոնկրետ գրված սցենար է եղել, կոնկրետ որ րոպեից ու որ րոպեն ում հետ պետք է զրուցի, ինչ թեմատիկայով, այսինքն իր ամբողջ մասնակցությունը եղել է բացառապես հաղորդավարի ֆունկցիա, ֆինանսական գործառույթների հետ ընդհանրապես գործ չի ունեցել Վարդան Հակոբյանը, բլոգեր Վարդան Հակոբյանը, մեկ բացառությամբ Վարդան Հակոբյանը որոշակի ժամանակ անց տեղյակ է պահել, որ իր յութուբյան, թե չգիտեմ ինչ ալիքներով իր մոտ հավաքագրվել է տելետոնի համար որոշակի գումար հավաքագրված, որը փոխանցել է այս տելետոնի հավաքագրածի։ Ես չգիտեմ ինչու, չեմ էլ հարցրել ինչու եւ ինչպես է այդ վճարումները կատարվել կոնկրետ իր ալիքին, բայց քանի որ հայտարարություն եղավ բառացի ոնց որ $200,000 հավաքել եւ տվել Բևերին, ոնց որ պես էր ասում, ես պետքա այդ պատասխանատու ասեմ, որ այն գումարը, որը չգիտեմ ինչու եւ ինչպես չի ստուգվել, որ ոնց է եղել, որ իրեն է ուղարկվել, այսպես իր յութուբյան կամ անձնական հաշիվներին, չգիտեմ, ուղար Բևերի, այսինքն Բևերի տելետոնային հավաքագրված գումարը, որ փոխանցվել է բլոգեր Վարդան Հակոբյանի կողմից, չի գերազանցում $1,000, սենց ասեմ, ավելի կոնկրետ թիվը գուցե ինքը եթե հարկ համարի, թող հրապարակի։ Նորից բոլոր աջակիցներին, Վարդան Հակոբյանի կողմնակիցներին եւ ոչ կողմնակիցներին, Բևերի բոլոր այն սրտացավ ազգային մարդկանց, այս ամբողջի մասին պարզապես ստիպված եմ ասել, որպեսզի մարդիկ թյուրիմացության մեջ չլինեն եւ ասեմ, որ այդ 200 թիվը, որ հնչեցվում է եւ հնչեցվել է բլոգեր Վարդան Հակոբյանի կողմից, իրականում միայն այնքանով այսպես տեղեկացվածությունը իր քիչ է եղել, որ դա իր մեջ ներառել է նաեւ անցած տարի այլ իվենտներ, որոնց արդյունքում ասեմ, որ եթե համեմատենք անցած տարի եւ այս տարի մեր արդյունքը, այսպես ժողովրդի այդ քրտինքը, մասնիկը, որ դրվել է ավելին է, որը տեղյակ չի պարոն Հակոբյանը, ավելին է, քան անցած տարի եւ նաեւ ասեմ, որ այդ ավելինը մենք ունեցել ենք նաեւ սրբազանի շարժման հետ կապված մարդկանց հիասթափության ֆոնին։ Նորից ամփոփեմ շատ ավելի կարճ, որ Վարդան Հակոբյանը անցած տարվա Բևերի տելետոնին մասնակցել է բացառապես որպես հաղորդավար, այդ մի քանի ժամը հաղորդում է արել եւ իր այդ քանի օրվա մնալու բոլոր ծախսերը հոգացվել է Բևերի կողմից, Բևերի արևմտյան ափի, ամերիկյան արևմտյան ափի աջակիցների այդ իր հայտարարությունից հետո վերջին օրերի ժողով է, որ ասում է կեսը թողեցին ձեզանից գնացին եւ այլն, այդ ճշգրտված, պարզաբանված այն ակտիվիստները, որոնք բոլոր ժողովներին մասնակից են, այսպես մշտապես, մենք ունենք, եթե որևէ մեկ աջակից կգտնի ստեղ տեղում գործող, որ թիվը փոքրացնում եմ կամ բան նվազեցնում եմ, ունենք միայն մեկ անուն ազգանուն, որը փայլուն գիտի պարոն Հակոբյանը, որ հեռացել է Վարդան Հակոբյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու միջոցով։ Ես պարոն Հակոբյանին կուզենամ անկախ ես նույնիսկ այս ամբողջը չլինելով բլոգեր Վարդան Հակոբյանին ես մաղթում եմ անցած հաղորդմանը ամենայն հաջողություններ, իր գործունեության այսպես կանաչ ճանապարհ,
բայց նաև պետք է խնդրեմ, որ բևեռի գործնեության հետ կապված իր մասնակցության չափը, եթե հստակ չի, հստակեցնում եմ ու հայտարարում եմ, որ ինքը եղել է միայն հաղորդավար, եւ եթե հայտարարվում է, որ չգիտեմ ինչքան 100,000-ներ եւ այլն, հայտարարում եմ, որ Վարդան Հակոբյանի կողմից հավաքագրված գումարը, որը փոխանցվել է, չգիտեմ ինչի համար է այդ ուղղությամբ հավաքագրվել իր մոտ, բևեռին փոխանցված գումարը ավելի փոքր է, քան $1,000 է։ Հետևաբար հետևությունները թողնում եմ պարոն Հակոբյանին եւ մեր բոլոր աջակիցներին, այնուամենայնիվ Վարդան Հակոբյանին շնորհակալություն եմ հայտնում բևեռի թելետոնի մասնակցության իր բոլոր ջանքերի համար, որ եղել է բացառապես հաղորդավարի դերում, իր գործնեությանը մաղթում եմ հաջողություններ, պարոն Վարդան Ղուկասյանին, որ այսօր անազատության մեջ է Միացյալ Նահանգներում եւ քրեատավարական ինչ-որ պրոցեսների մեջ է, անձնական կարծիքս ասեմ, որ մաղթում եմ, որ արդար դատաքննություն իրականացվի եւ ոչ մի պարագայում այսօրվա ԿՊ իշխանությունների ձեռքը չհանձնվի, հուսով եմ ամերիկյան արտադատությունը այդպեսին կլինի, բայց մարդիկ պետք է արտահայտվելուց զգույշ լինեն եւ բևեռի այս խոսնակի հայտարարության հետ, որ ժամանակ չունենք, մեր ժամանակ իրոք թանկ է այդ տեսանկյունից չծախսենք սրա վրա։ Այսքան ուղղակի ստիպված էի ասելու եւ կուզենայի այս մասին նաեւ ձեր այս իմ հայտարարությունից հետո էլ եթե կարծիք ունեք ասեք, եթե չէ անցնենք ուղղակի ձեր մաղթանքը ոչ թե կարծիքը իմ ասացի մասին ասել, ավելի շուտ սենց ասեմ, հիմա մենք ունենք աջակիցներ, որոնք այսպես էմոցիոնալ բաներից ելնելով կամ կողմ են կամ դեմ են, ձեր խոսքը այդ եւ են կողմի մարդկանց, որտեղ վստահ եմ ինչպես ես, այնպես էլ դուք ունեք հարազատ մտերիմ, ոնց որ ասիկ կզգում եմ, մարդիկ եւ են կողմում, Վևեր չունի ժամանակ մանր խնդիրների վրա, ինչ որ իմիջային խաղերի վրա ծախսելու, նույնիսկ եթե ինչ որ մարդիկ ինչ որ մարդկանց վիրավորել են անձնական հարթության վրա։ Խնդրեմ եմա։ Քանի որ դուք շեշտում եք անտատլոգեր Վարդան, ես մտածում եմ, որ այս մեր էմոցիոնալ պոռթկումները ինքը շատ ուրախանում է, որովհետև իր լայքերի թիվը, դիտումների թիվը ավելանում են եւ ինքը դրանից շահում է, որովհետև եթե մենք ելի եմ կրկնում, բևեռին չէ, մենք քաղաքական ներդրում ենք անում, գիտեք, բա եղել, որ նույնիսկ այն ամենակարևոր օրեր կան, չէ, ծննդյան օրեր, ես մտածել եմ, թե ոայ այդ փողը քաղաքական ներդրում կարելի անել, դուք պատկերացնում եք, չէ, բայց հիմա կանգնել ասել, թե գիտեք, ում եք անում, բևեռին չեք անում, բևեռը ինչ որ անում է, հայրենիքի համար անում, հետևաբար բոլորին է հասնում, ու այդ բանակների բաժանվել ինձ թվում է, թե ասենք մարդը ինքը իր դեմ չպետք է կռվի։ Էլի եմ կրկնում, գիտեք, ես չգիտեմ ինչն է պատճառը եղել, չեմ դիտել Վարդան Հակոբյանին երբևէ, միգուցե ես ձայները գույներով եմ ընկալում, ընդհանրապես այդ արտառոց բանը մեջ սկա, էլի, իր ձայնից իմ գույները խառնվում էին, չէի կարողանում, ասում էի լավ, ես ինձ հարց էի տալիս, թե ինչի չեմ կարողանում, փաստորեն շնորհակալ եմ, որ այդքան գերզգա եմ ու ի սկզբանե չեմ լսել, ես էլ գիտեք, ժամանակս ավելի շատ ինքնասարկացման, ինքնակրթության պապյան կարող եմ լսել, ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել, կարող եմ Վարուժան Ավետիսյանից մեծ հայկը կարդալ ու զգալ, թե այդ ազատներին ինչքան պայքար է պետք արարատացման մասին լսել, հոգիս հզորացնել եւ խորհուրդ եմ տալիս բոլորին, որ երբ հայկը հաղթեց Բելին, դա սովորական մենամարտ չէր, դա ուղերձ է յուրաքանչյուր հայի, պայքարեք չարի դեմ, զատեք բարին չարուց, ի վերջո մենք իմաստության Աստվածը եղել մեր գերագույն Աստվածը, Տեր գերագույն իմաստության Արամազդը, իմաստուն եղիր իմ հայ ժողովուրդ, չարը զատիր ու հաղթանակիր, մենք այդ ազգն ենք, այդ ուղերձը յուրաքանչյուրս պիտի ամեն օր կրենք, թե այսօր մենք պայքարեցինք, իսկ սա պատուղը չարից է, մի վիրավորեք իրար եւ մեկ գաղափար ունենք մենք հիմա, ելի եմ կրկնում,
մենք վիրավոր ենք, այրնակամ ենք լինում, պիտի անպայման մենք մեկս մեկիս այդ սիրով վիրակապենք, ես միշտ Բևերին գիտեք ինչ եմ ասում, ինքը մենակ գաղափարական չէ, Բևերի համակիրները այդ գաղափարի մեջ մտածներ, նաև մեծագույն սեր ունեն իրար հանդեպ, իսկ սերը նաև զոհաբերություն, իսկ իրենք որ հեռանում են, ուրեմն չեն եղել մեր մեջ, այլապես իրենք կգիտակցեին, կգնահատեն եւ ոչ թե այս պահին քար են շպրտում։ Արա Պապյանը լավ բան էր ասում էր այդ քարերը պահեք, վաղը մեր արձաններն եք կառուցելու։ Անհարմար է ուղղակի։ Անհարմար է ու շատ ամոթ է։ Շնորհակալ եմ։ Մենք պիտի կարողանանք էլի այդ օջախը, ես ինչի եմ միշտ կլոր տեսնում, օջախը պաշտամունք է, օջախը ջերմություն է, պաշտպանություն է, Բևերի համակիրները, այդ գաղափարական անհատները նաև իրար միավորվում են այդ ջերմությամբ, հավատով, ամենակարևորը վստահությամբ։ Եթե վստահություն չլիներ, Նեմեսիսը չէր լինի։ Վստահություն չլիներ, Ասալան ոչինչ չէր ասել։ Իրենք նույնիսկ չեն էլ երդվել։ Այսինքն այսօր մեր ազատության համար պայքարողները ծռերը բանտում են, հիմա էլ այս մարդիկ, որոնք այդ ազգի խաչն են իրենց ուսերին տանում, չհամարձակվեն այդ ճիվաղները, իրենց այդ կեղտոտ, այդ ճղճիմ պահվածքով խոչընդոտեն կամ ինչ որ լայքեր շահեն, անհարմար է ուղղակի։ Նույնիսկ այս պահին մենք այդքան իրանց անդրադարձը։ Իհարկե, ես հենց այդ պետք է ասեի, որ շնորհակալ եմ ձեր նկատությունը, որ նկատեցիք բլոգեր բարը շեշտում եմ, բլոգերական ոչ մի նպատակ չէր արտարացնում նման եւ հավատացեք եղեք, որ կարող էի այս ասածից հազարապատիկը ասել, բայց ես հարգելով խորհրդի այս ազդակը, որ մենք ժամանակ չունենք, մեր ժամանակը ափսոսա նման բաներ, եւ բոլոր երկու կողմերում էլ եղած մեր աջակիցներին, որոնք չգիտես ինչը թողե, ինչի հետևից են ընկել ժողովրդի ասած, մտածեն գաղափարի մասին եւ կխնդրեմ առնվազն 2 անգամ տառ կարդալ Բևերի խոսնակի այս հայտարարությունը, որը Բևերի պաշտոնական կարծիքն է, եւ սկսած Բևերի բոլոր անդամներից մինչեւ վերջի աջակիցը, ով ինչ ասում է, դա ասում է իր անձնական կարծիքը, այդ որ դուք այսօր բան եք ասում, ես ասում եմ, սա մեր անձնական Բևերի խորհրդի անդամ նույն Արա Պապյանը այդ բան ասում, սա իր անձնական կարծիքն է, Շուկայզյանը բան ասում, սա իր անձնական կարծիքն է, Բևերի խորհուրդը Բևերի անունից բացառիկ իրավունք ունեն այս խոսնակի մակարդակով եւ ավելի բարձր լեվելում, երբ որ խորհուրդն է հայտարարություն անում։ Մնացած բոլոր բաները տնենք մի կողմ եւ իսկապես մենք ժամանակը չունենք նման այսպես մանրախնդիրներով զբաղվել, թե չէ դա խոսենք 1000 անգամ ավելին կխոսեի։ Հիմա ուրեմն անցնենք, մենք բավականին հարցեր ունենք, ժամանակը sense թռնում է, շատ հաճելի է զրույցը, բայց ժամանակը ուրեմն ես այն օկտատերերը, որոնք հետո sense նեղացկոտ գրում են, ես գրեցի, ասենք, եթե ես մենակ հարցը կարդամ, արդեն էջուկես է լինում, ես փորձում եմ այսպես ամփոփված տեսքով եւ նույն հարցը, երբ որ մի քանի հոգի է տալիս, նույն պարտադիր չի որ հնչի անունը, ովքեր որ իր անունը ուզում են հնչեցնել, ներողամիտ լինեն, ես անցնեմ հարցերին, երևի ես ֆորմատով բան անենք, դուք պատասխանեք, ես եթե ավելացնելու ունենամ, ավելացնեմ, եթե ոչ, անցնենք մյուսին։ Ուրեմն հարց կա, երևի քանի որ դուք Գյումրիում եք, հարցը մի տեսակ նաև այդ Երևանից դուրսին է վերաբերում, հարցը վերաբերում է Լույսի բանակին, որը ոնց որ թե պլանավորում է ապրիլին ինչ-որ միջոցառումներ անել, հազարավոր զանգեր են ստանում ըստ մարզերի ներկայացուցիչների, որը ոնց որ հավաքագրման բան է գալիս, եւ ինչու Բևերը դա չի անում, ասում է, որ ոնց որ թե Բևերից Արեգ Սադյանը նախկինում դրական էր արձագանքել այդ շարժմանը, տեղյակ եք ով են դրանք եւ Բևերի ձեռքից խլեն հեղափոխությունը։ Խոսքով մտահոգություն ունի օկտատերը, որ Լույսի բանակը հեղափոխություն է անելու եւ Բևերի ձեռքից կարող է հեղափոխությունը խլեն, ինչու մասնաճյուղերում Բևերը էդի չան։ Խնդրեմ, հատկապես որ դուք հենց մասնաճյուղն եք ներկայացնում։ Հարցադրման մեջ արդեն պատասխան կար, հեղափոխությունը խլել, ինչու Բևերը, նախ հարցատիրոջը կուզենայի հարցնել, որ ասենք, եթե իրենք մեր ծրագրերին ծանոթ չեն, դա չի նշանակում, որ
բևերը, ասենք, ինչ որ առաջիկայում անելիքներ կամ գործողություններ չունի։ Իսկ եթե խլում են հեղափոխությունը, ուրեմն դա հեղափոխություն չէ, որտեղ հեղափոխությունը պիտի լինի համակարգային, ոչ թե ինչ որ իշխանություն խլել կամ ինչ որ պոստեր խլել, այլ ուղղակի համակարգային փոփոխություն, ով որ հեղափոխական է տրամադրված, ողջունում ենք, եթե գաղափարը բոլորիս նույնն է, ուրեմն բոլորս միասին այդ գաղափարի համար պայքարում ենք, հիմա ինքը լույսի բանակ, եթե հույսի բանակ է, թող այդ բանակը լինի իր պայքարը մղի։ Բևերը իր ծրագիրը ունի, իդեպ այս վերջերս նկատել եմ շատերը մեր խոսույթն են ասում, շատ լավ է, որ միտքը բևերի տարածվել է, շատ լավ է, որ ազդեցիկ է տարել, բայց ես չէի ուզենա, որ այդ միտքը ուղղակի զուտ հնչեցվեին, բայց գործողություններ չլինեին, կրիտիկական պահին մի բաներ խանգարեն։ Բևերը ամուր կանգնած է, իր անելիքները ունի եւ անպայման իր գործողությունները կտեսնեք առաջիկայում։ Շնորհակալություն Էմմա։ Այստեղ հարցադրում կա մի քանի հոգի ընդ որում նույն հարցն են տալիս։ Խոսքը X պահի մասին է եւ ասել, որ երկարաձգվում է, ասում է երկարաձգվում է ռուս-ուկրաինական պատերազմը եւ եթե Մոսկվան չռմբակոծվի ու X պահ այդպես էլ չկա, քանի որ Տրամպին պետք չէ կործանել Ռուսաստանը, որքանով էլ որ այն թույլատրվի, դարձվի կառավարելու, ինչ է անելու բևերը եւ դրան զուգակցված մի հատ հարց կա, կապակցված խոսենք, ասում է, ըստ ձեզ Տրամպի կառավարության եւ նրա ու Մակրոնի համար նորմալ են վերաբերվում Մակրոնն ու Տրամպը 350,000 ադրբեջանցիների մուտքին Հայաստան, որի ծիլերը տեսանք Երևանում նաեւ բլոգերների ելույթով նրանց լեզվով եւ արդյոք նրանք չեն հասկանում, որ այս պահին մտան Հայաստան, Հայաստանի ողջ բնակչությունը արտագաղթելու է եւ արդյոք բևերը լոբիստական խումբը այդ մասին հայտնել է նրանց։ Ասենց, այսինքն X պահ Տրամպ եւ ադրբեջանցիների գալը, ոչ չգիտես ինչի ենթադրում է, որ արդեն ադրբեջանցիները գալիս են եւ Տրամպն ու Մակրոնն է բան մաթեմատիկ չեն տալիս։ Մենք նախ ուզում էի վերջից սկսել, բայց էլի երևի X-ին անդրադառնամ, ընդհանրապես պատմության մեջ, եթե մենք ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել, չենք նստում թախտին, սպասում բախտին, այսինքն այդ մարդիկ, որոնք ծաղրում են X պահը, կուզենայի ասել, որ հարգելիս ներքին նախադրյալները միշտ հասունացած պիտի լինեն, որ արտաքին նախադրյալը, երբ որ վճռորոշ լինի, մենք կանգուն լինենք։ Իսկ մենք ինչ ենք անում, հենց այդ հարցատերը մասնակից է, որ այդ X պահին մենք ընտառաջ գնանք, կատալիզատորի դեր կատարենք։ Այդ X պահին մենք չէինք սպասի, եթե մեր ժողովուրդը, այսպես ժողովրդին տարիներ շարունակ ինֆորմացիոն դաշտով ամլացրել են։ Ժողովրդին նույնիսկ այդ պայքար բառից են զրկում եւ դարձնում են իրենց գիտեք ինչպես ոնց որ ինձանից ոչինչ կախված չէ։ Հենց ինձանից է կախված ամեն ինչ։ Ինձանից էլ սկսվում է ամեն ինչ։ Այսինքն, երբ որ մենք ոտքի կանգնենք, էլ այդ X պահը ծաղրողները, ինձ թվում է, որ իրենք էլ երևի այդ ոգևորությանը չդիմանան ու կան բոլորս միասին լինենք, բայց էլի եմ կրկնում, այդ նախադրյալը միշտ պահելով պայքարի ոգին, այդ վառ լինելը, ժողովրդի այդ անընդհատ այդ կենտանի շփումը ունենալով, էլի մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ այո քաղաքական որոշումներ են լինում, արտաքին նախադրյալը շատ վճռորոշ է, վկա մեր պատմությունը, ուղղակի ես արագ չեմ կարող պատմության այդ պահերին անդրադառնալ, թե ինչքան վճռորոշ է եղել արտաքին նախադրյալը, բայց ներքինը պիտի կանգուն լինի, հետո անդրադառնամ նրան, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գրել են Հայաստանը, Ռուսաստանը եւ ոչ Ամերիկան, ոչ Ֆրանսիան մասնակից չեն եղել եւ ունենալով իրենց հզոր միսիա, իհարկե իրենք իրենց կարմիր գծերի չափով պիտի անեն, այսինքն 300,000 ադրբեջանցի մերոնք ողջունում են մեր երկիրը ներկայացնող պաշտոնակատարը, ինքը ընդունում է այդ հայտարարության կետը եւ մենք մուննատ ենք գալիս, թե ինչի Թրամփն ու Մակրոնը ինչ են անում, բայց մենք տեսնում ենք լոբիստական գործունեություն միակ քաղաքական ուժն է, որ վարում է եւ այստեղ մենք տեսնում ենք նաեւ շահագրգռվածություն ոչ միայն Ամերիկայի, այլև Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից, իհարկե իրենց քաղաքական շահերից ելնելով իրենք կարող են օրինակ Սյունիքում աշխուժացումը
ֆրանսիացիների, ասենք Գորիսում հիպատոսարանի գրասենյակ են բացում, իրենց ներկայությունն են ապահովում, կամ ասենք հանդիպումները Իրանի, Ամերիկայի կողմից հարցազրույցները, մենք տեսնում ենք, որ իրենք անտարբեր չեն կարող լինել, որտեղ Հայաստան աշխարհի սիրտն է, բայց դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը այսօր թողել է հայրենիքը, Արցախի կորուստը, ելի եմ կրկնում, ես զարմանում եմ, թե մարդիկ ինչպես են հանգիստ քնում։ Ամեն անգամ քնելուց առաջ ձեզ հարց տվեք, թե դուք ինչ վիճակում եք, ու մենք պիտի առաջերտին մենք համախմբվենք, ցույց տանք, որ մենք կենտանի ենք, մենք գոյություն ունենք, մենք մեռած չենք, որ մեզ դիահերձարան տանեք, մենք կանք, շարժում կա։ Բևերը 1 տարի նստացույց էր կազմակերպում, անընդհատ ակտիվ փողոցային, այսինքն պայքարի այն ձևը, որը թեպետև մենք պայքարի այլ ձևեր ենք ունեցել, երբ համակարգ գիտեմ առաջինը սասնածռերն են դուրս եկել, այսօր մեր սասնածռերը իրենց կյանքի լավագույն տարիները անցկացնում են այդ բանտում, որտեղ նույնիսկ լույսը չի թափանցում, այդ հարց տվողը չի մտածում, ինքը անձամբ նորից հայ է, մենք բոլորս առաջի հերթին մենք առաջինը ինչ ենք անում։ Արապատյանը ոնց որ ասում է, գլադիատորի են սպասում, գլադիատորի, այսինքն այդ նախ այդ մունատը Մակրոնի, Թրամփի վրա հարգելի ունկնդիրներ, հարգելի աջակիցներ, հարգելի չաջակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը այս կիսախելագար թշկամոլագարի ձեռամբ տարիներ շարունակ գտնվում է հապկում, որը թշնամական կառույցան, նույն Միացյալ Նահանգների, նույն Ֆրանսիայի եւ քանի Հայաստանի Հանրապետությունը այդ կառույցի մեջ է, որ չգիտեմ ինչ էլ ուզենան անել, չնայած հարց է ինչի պետք է ուզենան անել, եւ այն ինչ որ անում են, ինչքան մեծ երկրագնդի քարտեզի վրա Հայաստանը ինչ տեղ է գրավում եւ ինչքան է նույն Ամերիկայի պետքարտուղարը, նույն Սպիտակ տունը, նույն Ելիսեյան պալատը անդրադառնում Հայաստանին։ Այսինքն այս ամբողջը ցույց տվեք մի քաղաքական ուժ, որը այս ամբողջը օդի միջից չի գալիս։ Այսօր Թրամփի սեղանին, անձամբ Թրամփի սեղանին մոտիկ շրջապատի միջոցով դրվում է Վիլսոնյան իրավարար վճռի խնդիրը, դրվում է հրապարակումներ անընդհատ զարգացումների, որ քաղաքական ուժն անում, դա արվում է եւ Վաշինգտոնում, DC-ում, որտեղ աշխարհի տեսնում ենք, աշխարհի խնդիրներն են լուծվում, եւ արվում է Լոնդոնում եւ բոլոր հնարավոր ձևերով ուժերի գերլարումով բևերը անում է, սկսած փողոցից մինչեւ Սպիտակ տուն, եւ սա տեսանելի է, այնպես որ ինչու բևերը չի անում, ինչի այդ նույն լույսի բանակը, դա Աստված ամենան այդ 70 անցած շաբաթ Պարբականին հայտնում է, ասում էին հարցեղա, որ 70,000 բանակ կա լույսի, խնդրեմ թող այդ 70,000 չէ, 700 ակտիվիստ լինի, կամ որտեղ են 23 թվականին, երբ որ բևերը գիշերու զոր նստածույց էր անում Ազատության հրապարակում, այսինքն ասում եմ, Երևանի փողոցներից մինչև Սպիտակ տուն բևերը գործում է, կարող եք աջակցեք, վայրահաճում եք ձեր հերն էլ անիծած դրարի միասը, իսկ այդ մունատը, զունատը, որ կա հին հայկական այսպես բանը, որ բևերը ինչ որ գլադիատորներ են, պետք է ամեն իրականում գլադիատորի դերում է գործում, այս փոքր ռեսուրսներով այսպիսի արդյունքները պարզապես չգիտեմ, չտեսնես, կույր պետք է լինես, որ չտեսնես, հարց կա ուրեմն դիտումների քանակի վերաբերյալ, այսի մանիպուլյացիա է, այս կարտամ երևի ես հարցեմ, ուրեմն ինչ անել, որ շատացվեն բևերի դիտումները, քանի որ որքան էլ որ դուք կամ աջակիցներ ասեն, ձեր հայրենասեր մարդիկ են դիտում, եթե դուք 20,030-ի դիտումներ ունեք, միջինում ամեն ելույթի ժամանակ մարքեթինգի կանոնից ելնելով, դուք չեք կարողանա 10-20,000 մարդ փողոց հանել, դրա համար պետք է ստաբիլ 200-ից 400,000 դիտումներ ունենալ եւ մտածել, թե արդյոք Տիգրան Ավագյանի առաջարկած համակարգություններ ստեղծելու գաղափարի մասին տարբեր հայաշատ մարզերում եւ դրանք մի տեսակ կարելի անել on-line եղանակով, LinkedIn կայքով տարբեր մասնագետների գաղափարների բացառությամբ, օրինակ հասարակության շատ շատերի կողմից չընդունված այս բանակը, որքան էլ դա ճիշտ լինի, Մի խոսքով,
մտահոգությունա դիտումների, հարգելի ես հարցին հետևանք ունենանք ավելացրեք, ես մեր նոր բլոգերության մասին ենք խոսում, ազգային ժողովրդական բևեռը բլոգերների դիտումների քանակ ապահովող չի, մասնագիտական դաշտում ասեմ, որ ուզում եք ցանկացած YouTube-յան մի հատ հոլովակ դնեք, ես ապահովեմ 100,000-ների դիտումներ, մարքեթինգային բոլոր կանոններով կարելի է դա այսօր շատ հանգիստ անել, ով որ ոլորտին ծանոթ է SEO տեխնոլոգիաներին եւ մոտեցումներին, այսի կարելի անել վայրկյանական։ Մեր խնդիրը դիտումներ անելը չի։ Մեր խնդիրը ունենալ կայուն այսպես զանգված, որը լսում է, մարդկանց քանակ եւ ասեմ կոնկրետ ամերիկյան YouTube-ի բևեռի ալիքի հետ կապված, ասեմ, որպես կանոն ոնց է, շատ բաժանորդներ են, քիչ դիտումներ։ Օրինաչափություն եմ ես նկատել, որ մեր մոտ հակառակն է, մենք ունենք քիչ բաժանորդներ, շատ դիտումներ, որը տարօրինակ, այսինքն մարդու սրտի ցանկությունն է, որ ստեղից մի բան է լսում, իհարկե խորհուրդ եւ խնդրանք եւ նաեւ եթե կարող եք նաեւ բաժանորդագրվել, բայց մեր խնդիրը բլոգերություն անելը չէ, մեր խնդիրը տեղեկատվական այս բլոկադայից դուրս գալն է, որտեղ եւ իշխանական քեմալիստական եւ ռուսա բոլշևիկյան ալիքները բոլորի կողմից բլոկ է, նույնիսկ ազատ այս չեկիստ հրայրի ազատություն ալիքը, որը չազատություն էր ու ամերիկյան հարկատուների բանը անպատկերացնելի բան է, որ ասենք տարիներ շարունակ Արա Պապյանի պես Ամերիկա մեդին է տենց ասենք, չնայած էսի ճիշտ ձևակերպում չի թող պարոն Պապյաններով լինի, բայց այս կան ամերիկյան արժեքների, ամերիկյան մոտեցումներ, Արա Պապյանի տարիներով չեկիստ հրայրը չէր հրավիրում եւ այսինքն այդ համատարած բլոկադայից դուրս գալու միջոցը, խնդրեմ Էմա Ես ավելացնելու համարյա բան չնեմ, բայց մի փոքր էլ երբ ձեզ լսում եմ, ասում եմ, դա էլ է էլի գաղտնազերծում, այսինքն ուժ, որին չեն ուզում լսեն, չեն ուզում լուսաբանեն, արդեն իսկ ցույց է տալիս, թե մենք համակարգի համար ինչքան վտանգավոր եք, շատ շնորհակալություն, որ մտահոգվում եք, իհարկե այստեղ մարդիկ իրանց խոսույթը մենակ չգիտես ինչի շատ ձայներ է ապահովում, բայց ասելիք չունեն։ Մերոնք ասելիք ունեն ու այդ ասելիքը անպայման լույսը երկար չես կարող այսպես պահել, անպայման ինքը տարածվելու է ու արդեն տարածվել է։ Շատերը ես ուղղակի այսպես բանով եմ լսում, երբ տեսնում եմ կողքից, ասենք Երևանից, Գյումրիից Երևան գնում եմ, մեկը լսում են, ասենք մեկը ասում է, լսեցիք Պապյանը, բան զարմացած ասում եմ, ինչքան բան է փոխվել, կամ TikTok-յան այդ բաներին, որ հիմա մերոնք հրավիրում են, ասենք Ժիրայր Սեֆիլյանին, Արա Պապյանին, շատ մեծ արձագանք է տեսել, մարդիկ զարմանում են, որ այս մարդիկ իսկոն խելացի, այսքան ասում են, լսում ենք, թե ամեն ինչ պարզ են բացատրում, ու թե ճշմարտությունը աստվածային բնույթ ունի, ինքը անպայման ազդում է։ Քանակը չէ, այդ որակն է, միշտ էլ Դավիթը մենակ է գնացել, կռվի ժողովուրդը մնացել է, ազգը ոտքի է, ազգը շուտով հնչեցնելու է, անկեղծ եմ ասում, այդ պորտկումը լինելու է, այնպես որ քիչ դիտում ունենանք, թե շատ դիտում, այդ ճշմարտությունը հասնելու է բոլորին, շուտով։ Հաջորդ հարցը էլի ոնց որ անդրադարձը հետևյալին, որ ամսագրելու հոդվածները թողարկում եւ այն դրա արդյունքը որն է եւ արդյոք կրակոցները Վարդենիսում, Սյունիքում կանաչ լույս են ԱՄՆ-ի համար, ոնց որ միջամտելու, այսինքն նախ թերահավատությունն սրտացավ դա դրենք գերածից օգտատերը, որ ինչ հարգելիներս, եթե ցույց տվեք բաղացի բևեռի կողմից միջազգային այս ամենաբարձր հեղինակավոր օղակներում միլիոնավոր տիրաժներով, դա ոչ թե public, ինչ-որ այլ գիտակ քաղաքական են անալիտիկ կենտրոններում հնչեցված խոսքը, որը հասնում է Սպիտակ տուն, հասնում է Ելիսեյան պալատ, հասնում է Բուկինգեմյան պալատ, հասնում է բոլոր այն ուժային կենտրոններին, քաղաքական կենտրոններին, որտեղ մշակվում է քաղաքականությունը։ Այդ գիշերով փորձեք նման միլիոնավոր տիրաժներով բաներում դուք ինչ-որ մի նախադասություն մտցնեք եւ այնտեղ բևեռը բոլոր
հնարավորինս նաև բոլորը թարգմանում է հայերեն, բայց փորձեք որևէ մի նմանատիպ այդ գործունեության արդյունքները կուտակում են, այսինքն դու կատացնում ես, դու այսօր այդ օղակներում հնչեցնում ես, որը 100 տարի լրված է եղել, եւ մյուս կողմից, երբ որ ասում եք Սյունիքի վրա, Վարդենիսի վրա կրակում են եւ կանաչ լույս է Միացյալ Նահանգների համար, Միացյալ Նահանգները այնքան ինչքան որ անում է Հայաստանի համար, նույնիսկ անպատկերացնելի է, որովհետեւ օֆիցիալ Միացյալ Նահանգների համար Հայաստանի Հանրապետությունը համարվում է թշնամի երկիր։ Հայաստանի Հանրապետությունն էր, որ Պուտինի հետ զորքեր ուղարկել Սիրիա, հարվածի տակ դնելով Սիրիա հայությանը, այս ամբողջը մտա, նույնիսկ կարտոշկա այդ Լուկաշենկոն չէր ուղարկել։ Այսքան իջեցված է եւ յուրաքանչյուրը, որ այս մասին մտածում է, դի մտածում է, որ աշխարհը մանկապարտեզ չի։ Վաշինգտոն DC-ում հազարավոր ազգեր կան սպիտակ տան աչքի համար, հայությունը որպես այդպեսին, որ բևեր այսքան անում է, պարզապես չգիտեմ ինչա պատիկ է էսկալացիա, ինչքան արդյունք է տրվում։ Նորից եմ ասում, Միացյալ Նահանգների համար Հայաստանի Հանրապետությունը համարվում է թշնամի երկիր եւ թշնամի երկրներին ընդհանրապես ոչնչացնում է։ Իսկ այն, որ Միացյալ Նահանգները այսօր օրը մեջ պետք քարտուղար է, կապիկին է զանգում եւ այլն, սա այդ ամբողջ գործունեության արդյունքն է։ Մյուս հարցը, ուրեմն այստեղ չեմ կարծում ասելիք առանձնապես էլ պետք չի, այդ մունատի տոննա եւ հույսը, որ ոչ Միացյալ Նահանգները կանրադառնա այնքան ինչքան անում է շնորհակալ ենք, այնքան ինչքան անում է նաեւ Բևերի գործունեության արդյունքն է, այնքան ինչքան անում է ամերիկյան հենց օղակներում դաշնակցության եւ հայ դատի լրվածության արդյունքն է, որ իրանք ունեն ռեսուրսներ, ունեն միջոցներ բացի այդ թելադրված թեզից, որ 1915 never again այդ ցեղասպանության ճանաչման, որևէ հրեաներին ինչ ասես ասում ենք մասոն, ջհուդ, անգլո-սաքս, եսիմինչ, այդ նույն հրեաներին որևէ հրեայի դու ասես հոլոկոստը ճանաչում ես, թե չէ, կվիրավորվի, ոնց թե ճանաչել, ինչն ես ճանաչում, դա աքսիոմատիկ բան է, ոնց ես ճանաչում, բայց հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ներդրվել է չգիտես ինչի եւ գեներալ Կալուգինի բանը կա հիմա ուրեմն գրքի մեջ KGB-ի հայտնի գեներալը, որ ասում է, որ բոլոր սփյուռքերի մեջ մենք ներդրում ենք մեր մարդկանց, բայց ամենից հեշտը մեզ ստացվեց դաշնակցությանը մեր ձեռքը, բոլոր հայտարարությունը եւ հետո նույն գեներալը ասում է, որ նաև ես Լևոն Տեր-Պետրոսյանին նյութեր էի տալիս, որ ինքը դրանով դաշնակներին խփի։ Պատկերացնում եք, այսինքն կուկլավարի գեներալ Կալուգինը փայլուն բան ասում է, ես ունեի երկու կուկլիկներ, այս ձեռս բարձրացնում էի դաշնակներին էի խփում, այն ձեռս բարձրացնում էի Տեր-Պետրոսյանին էի խփում։ Մենք այսպիսի կենտանիների ձեռք ենք տվել երկիրը։ Ու այսօր չէ գնահատել, որ Բևերը իր սահմանափակ հնարավորություններով ինչեր անում եւ հատուկ նորից շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ $1 մասնակցել են այդ ամբողջի, որտեղ իրանք են սպիտակ տուն գնում, ոչ թե միլիոնավոր դոլարներ ունեցողները, կամ հենց այսօր հենց այս պահին Գլենդելի ռեստորաններում սրտաճմլիկ ճառեր, բաժակաճառեր ասողները եւ հազարների շաբաշներ տվողները եւ խոսքը որ եկավ էլ ասեմ, որ այդ հաղորդավարի ֆունկցիան շատ ճորոմ բաներ ասողների ինքս էլ դեմ եմ եղել այն ժամանակ այն պատճառով, որ էկրանի առաջ մարդիկ եսիմինչ հայրենասերներ էին, բայց էկրանից հետո այդ իրանց ժամականի փողն էին ուզում։ Ես էլ բոլորը թող գիտենան, նենց չի պատահական չնես ամբողջը։ Ուրեմն հարց կա, բարև ձեզ, երկու հարց կասեք, խնդրեմ այն տեղերում, որտեղ կրակում են ադրբեջանցիները արդեն 3-4 օր, այդտեղ չկան եվրոդիտորդներ։ Եվ երկրորդ հարցը երևի մեկից պատասխանեք ես օգտատիրոջը, այսօր Ալբերտ Բաղդասարյանը նշեց, որ Արևմուտք որպես այդպիսին գոյություն չունի, նրանք էլի աչք են փակում ռուսական գազը գնելով Ադրբեջանից եւ լռելով, ԱՄՆ-ն էլ դիտորդներ չի ուղարկում տեղում իրավիճակը գնահատելու համար։ Դուք էլ եք կարծում, որ ԱՄՆ-ին ոչ միայն պետք չէ մեծ ու հզոր Հայաստան, այլ ու բազմակետելա դրած։ Խնդրեմ եմա։ Ես միշտ պատմությունը ինձ օգնության է գալիս, առաջի հանրապետության ժամանակ, ճիշտ է տարիներ են անցել, բայց յուրաքանչյուր պետություն ունի այսպես համակարգային ծրագիր, այդ համակարգը մնում է։
Այսինքն Հայաստանի որպերին կամ այդ գենոֆոնդը փրկելը կամ Սովիտ Իրաններում 2000 հոգի օրեկան է մեռել, երբ որ առաջինը ձեռք է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ընդհանրապես յուրաքանչյուր երկիր ունի իր ներքին արտաքին քաղաքականությունը եւ ես միշտ այսպես նույնիսկ սովետական շրջանում այնքան է եղել այդ օգնությունը, որ Միասնիկյանը Հարդինգին շնորհակալություն է հայտնել։ Այսինքն այսօր որ մենք առաջին հանրապետությունը, որը այն Եղեռնի այն այրունոտ նախճիրից հետո ցեղասպանությունից հետո երբ որ մեր գենոֆոնդի վերացումներ դրված ինքը փրկեց նորից անդրադառնամ Բայդենի ժամանակ երբ որ ինքը գործադիրը օրենսդիրը ճանաչել էր իսկ գործադիրը ընդունեց եւ ցեղասպանությունը ասաց որ եղել է հենց ցեղասպանությունը ոչ թե Եղեռնի այսօր մեր դասագրքերից այդ ցեղասպանություն թեման հանում են այսինքն մենք չենք մեզ հետ չէ այդ պատմությունը մեզ չի վերաբերվում ու հիմա ես նորից այդքան ասեմ որ մենք պիտի անենք եթե մենք ժխտում ենք մենք չենք ուզում ասում են այս ինչը ողջունեց Նիկոլ Փաշինյանը երբ որ կանգնեց ասեց որ սա է պապուտի ողջունի դուք երկուսդ իրար հետ ասենք Նիկոլն է այսօր մեր երկիրը ներկայացնում չեք ուզում այդ հետևանքները վերացրեք պատճառը այսօր մենք հանդուրժում ենք մի անձնավորության, որը Հայաստան է ներկայացնում, սակայն Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Այնքանով է կապը, թե ինչպես անեմ, որ Հայաստանը վերջնականապես ոչնչացնեմ։ Հիմա ես ինչ պատասխանեմ։ Դուք պարոն Կուրայզյան ավելացրեք։ Ավելացնեմ, որ Մունա Զունատի ժամանակները վաղուց անցել են, աշխարհը ծիծաղում է նման Մունատի Զունատի վրա, հակառակ աշխարհը զարմանում է, որ Բևերը երբեք չի գնում ասում ցեղասպանությունը ճանաչեք, Բևերը գնում ասում է, որ խնդիր կա լուծելու եւ այդ խնդիրը պետք է լուծել եւ Բևերի այն դերույթը, այն մոտեցումը, որ աշխարհին ասում է, որ Հայաստանում իշխանության գլուխ կանգնած է թրքաբոլշևիկ սրիկան քիչ իր դանդաղորեն, բայց իր այսպես ազդեցությունն է գործում։ Ես վերջի հարցը ուրեմն կարդանք, մեր ժամանակը շատ երկար տևեց, շատ հաճելի էր թռավ ժամանակը։ Ներեք չմոռանամ հիշեցնել Վիրսոնյան իրավարար վճռի մասին, որ նույն Ամերիկան մեզ տվել է մի այնպիսի փաստաթուղթ, իդեպ Բևերի շնորհիվ, Արա Պապյանի շնորհիվ, ինքս լինելով պատմաբան, նույնիսկ բուհերում դա վախեցել են առաջ քաշել, փոշու միջից անել է, որ բոլոր հարցերի պատասխանը տալիս է իրավարար վճիռը։ Այսինքն դրա համար է այսօր Բևերը մենակ ցեղասպանություն չէ։ Իրավարար վճիռ ունենք նույն Ամերիկայի Վուդրո Վիլսոնի 28-րդ նախագահի կողմից, որը ժամանակային սահմանափակում չունի, տեր կանգնեք մեր իրավարար վճռին, ինչ անի Ամերիկան, կամ մեր տեղը ապրի Հայաստանում։ Ուրեմն վերջին հարցը կարդամ, եթե ներողամիտ լինեն մյուս հարցը, չնայած կրկնում եմ ոնց որ մնացած հարցերը մի քիչ շատ այսպես լայն, ասենք Բևերի այս էլ պետք է խնդրեմ, որ մեր հաղորդաշարը կոչվում է իրավունք եւ պահանջատիրություն եւ ասենք ես այստեղ հարց եմ տեսնում որ նախորդ մենք ֆլայերը դրել ենք որ մեր հյուրն է Էմա Ալեքսանյանը եւ մենք հարցը օրինակ գրավոր հարց կա թե սիգնալ համակարգում այդ սկանդալի հետ կապված ինչ դիրքորոշում ունեն դավաս այդ չգիտեմ հայկական ասեմ, թե ինչ բան ասենք, Միացյալ Նահանգների պետական ինֆորմացիոն համակարգի բաների մեջ, ասենք մի ինչ-որ օպերացիոն համակարգի հարտակ ինֆորմացիոն ուտեչկա է եղել կամ ոչ ճիշտ տեղում են օգտագործել, ասենք դա ինչով է կապված իրավունք եւ պահանջատիրություն, մեր ամբողջ խնդիրը, մեր ամբողջ այսպես ելակետը, նպատակը, օրվա բաները մեր հայկական իրավունքն ու պահանջատիրությունն է։ Այսպես եթե քննարկենք կարող է մյուս հանդիպմանը, մյուս հաղորդման հյուրին, ասենք Գագարինյա իսկական էր, թե բան էր, սարկած էր, այդպես հարցեր, ասում եմ իրավունք եւ պահանջատիրություն թեմատիկայով, հետո այդ նույն մարդը հաջորդ հաղորդմանը նորից հարց է գրում, որում սա բացառիկ դեպք է կուսակցական, այս քաղաքական դաշտում, որ քաղաքական ուժը եւ Երևանում եւ այս ալիքով
ուղիղ ետերով, ուղիղ պատասխանում է հարցերի, ցույց տվեք մեկ այլ նման ուժ, 80 անգամ մոնտաժում են, 70 անգամ գլավլիտ անցնում եւ այլն։ Խնդրում եմ թեմատի շուրջը լինի եւ հաջորդ անգամ այդ նույն հարցը եթե բաց ենք թող ինչ-որ բան հաջորդին կարադակ, բայց եթե թեմայից դուրս է, մի նեղվեք, որ ասենք սիգնալ համակարգի, այսօր ամերիկյան հետախուզական ծառայությունները դրանով չեն զբաղվում, իմ եւ MI քննարկման, մեր Բևերի խորհրդի ասացի պես մեր ժամանակը ափսոս է նման թեման։ Վերջի հարցը ուրեմն հետաքրքիր է եւ որպես պատմաբան գուցե անդրադարձ կունենալ, ասում եմ, ինչ է կարծում ռաբինների աջակցությամբ Ադրբեջանը կներգրավի Աբրահամյան համաձայնության մեջ ԱՄՆ-ի կողմից, թե Բևերը կկարողանա սա կանխել իր լոբիզմի միջոցով, ովքեր որ տեղակ չեն այս Աբրահամյան համաձայնությունների եւ այլն, որ շատ մեծ հաղորդման թեմա է, ընդհանուր առմամբ հետեւյալն է, որ այդ հրեական, կրոնական ռաբինների այսպես աջակցություն եւ ընդհանրապես Միացյալ Նահանգներում այսօր որ կոնգրեսմենի Պարոն Պապյանն ասում, որ կոնգրեսմենի դռնով անցնում ես, Իսրայելի դրոշն է, Իսրայելի, այսինքն Միացյալ Նահանգները ամբողջությամբ իսրայելական հրեական ուժը իր ահռելի ազդեցություն ունի ամերիկյան պետական քաղաքականության վրա եւ հիմի այդ իսրայելական որոշակի ուժեր ելնելով այդ Աբրահամյան համաձայնությունների մոտեցումից աջակցություն է գնում Ադրբեջանին, այսպես ջանքեր եւ այստեղ ոնց որ բանի վրա է դրվում կշերքի, ուղղակի ասեմ, որ ի տարբերակ ես ավելացնեմ, որ Հայաստան Հանրապետության ատոռազավ կենտանին բարի բուն իմաստով հակահայ գործունեություն արեց, երբ որ Էրդողանի հետ զեռախոսազանգի ժամեր կարծեմ, ինչքան եթե ճիշտ եմ հիշում, ժամեր անց Էրդողանի հետ հեռախոսազրույցից մի քանի ժամ հետո հայտարարեց ճանաչեց Պաղեստինի անկախությունը։ Այսինքն Հայաստանը մի փուջուր բսկտված, պարտված երկիր հանգարց մտնում է մի խաղի մեջ եւ Թուրքիան ողջունեց դա, ասեց, այսինքն ուղիղ հակառակը այն ինչ որ պետք է չանել, ընկավ մի մեծ, ասենք ինք Իրանից մի ճանճի դեր չունենալով այդ գլոբալ աշխարհ քաղաքական բանի մեջ ճանաչեց Պաղեստինի անկախություն, որը Թուրքիային էր պետք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը իմ վիլայետն է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր այսօր տվայ տանկների մեջ են, հուզվում են, քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել, դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունը այսօր նույնիսկ թուրքական վիլայետ չի։ Այսօր ինքը Ադրբեջանի պրոտեկտորատ է։ Խնդրեմ, այս մասով ասենք հարցադրումը հետևյալն է։ Իրոք կա տենց ուժ նույն Թրամփը իր այդ 100 օրվա գործունեության մեջ մի բան առաջ քաշեց քրիստոնեության հետ էր կապված, ինքը չլինելով այդպես կրոնամոլ առաջ քաշեց դա, այսինքն կա մի նաև այսպես հիբրիդային համակարգ, որ շատ լավ է զգում, որ քրիստոնեությունը որպես հավատ, որպես արժեհամակարգ, որպես նոր քաղաքակրթություն կրկին պիտի կարողանա աշխարհում այսպես ոնց որ իրան ավելի այսպես մարտնչող բնույթ տալով առաջ քաշվեց դա, ինձ թվում է, որ պատահական չէր դա, այսինքն քրիստոնեությունը որպես արժեհամակարգ, իսկ Հայաստանը լինելով արարչության մարդու արարում, վերածնունդ եւ քրիստոնեություն պատահական չէր, որ Տրտատը մեծ կոչվեց, որտեղ այդ քաղաքակրթությունը մեզանից տարածվեց ու օջախը մենք ենք, ինչ որտեղ մեր Բևերի գործունեությունը այսօր որ լոբինգ կա, որի միջոցով մենք կարողանում ենք հասցնել շատ օրենսդիրների այդ առանցքային խնդիրները, ինձ թվում է, որ անպայման անդրադարձ կլինի եւ դրանից էլ ես հույսը իմ վրա եմ դնում, ես առաջինը ես ինչ եմ անում, ինչ եմ գործում, օրը բացվում է, օրվա առաջ ինչ պատասխան եմ տալիս, այդ ձեր հաղորդաշարը իրավունք այդ բառը իրավ, ուղիղ, ճիշտ է նշանակում, մենք այդ ճշմարտության մարդիկն ենք, եթե ճշմարտությունը դու զգում ես քո մեջ, ուրեմն պահանջատեր ես, ես ինձանով եմ ամեն ինչ սկսում եւ ունենալով գաղափարական մեծ այսպես շրջանակ, որտեղ ես թրծվում եմ, կրթվում եմ, միաժամանակ իրոք առիթից օգտվելով շնորհակալ եմ այդ ամբողջ բեռը իրենց ուսերին
տանելու համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, թեկուզ այս հաղորդաշարերի ընթացքում ես նոր բան եմ սովորում, մտածում եմ հարցերը, որ տալիս են, ես հետո նորից վերլուծելու եմ, մտածելու եմ, ինչ-որ բան, եթե սահմանափակ է եղել իմ մեջ, փորձում եմ դա ավելի լայնացնել։ Այսպես Ամերիկան մեծ ազդեցություն ունի, ինքը ոնց որ դիրիժոր լինի, թե որ գործիքը երբ ինչ պիտի նվագի եւ այլն, ես այդպես եմ միշտ պատկերացնում Ամերիկայի դերը, եթե ինքը այդ դերը կորցնի, Ամերիկա չի լինի։ Ուստի ինքը այդ դերը պահելու է եւ ինձ թվում է, որ մեր այն ինչպես որ երաժշտությունը, մեր պատմությունը նաեւ այդ երաժշտությունն է, այդ երաժշտյանը ինքը տեղ տալու է։ Բայց մենք պիտի ունենանք այդ գործիքը, մենք պիտի պատրաստ լինենք, մենք պիտի պրոֆեսիոնալ լինենք, որ մեզ ասի դուք ձերն է։ Այդ պրոֆեսիոնալի ձևը ազգային գլուխ Ժիրայր Սեֆիլյանի ասացի ազգային գլուխ ունենալն է, այսինքն ազգային իշխանությունը եւ ես հիշեցի 30 կարծեմ 8 թվին Ավետիս Արոնյանը Սևրի Դաշնագիր Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրած աշխարհի 18 հզորներից մեկի որպես ներկայացուցիչ այսպիսի ուղերձ ունի, որը նաև ձայնագրություն է կա տեսա, որտեղ ասում է թող մեծ ու հզոր արտար Ամերիկան հիշի, այդ բևեռը այդ Ամերիկային, այդ մեծ ու հզոր Ամերիկային իր պարտականությունն է հիշեցնում, իր քրիստոնեական այսպես նա աղակունքների մասին է հիշեցնում եւ բևեռը դերը կատարում է այս վիճակում չլինելով իշխանություն, չլինելով այդ խայտառակ թրքաբոլշևիկ պարլամենտում, այդ սրիկաները, ովքեր հայրենասիրական ճառեր են ասում պարլամենտում, ամենամեծ այս խելագարի պաշտպաններն են։ Բևեռ այս ամբողջը չունենալով, ոչինչ չունենալով, լինելով այս մարդկանց այս քաղաքական ձեր ասած քաղաքական ներդրման կրողը, տանողը իր բեռը տանում է առաջ եւ վստահաբար ձեր այս բառը նորից դրանով ավարտենք ձեր post-ի հաստատ տանելու է առաջ ձևավորելով այդ ազգային գլուխը։ Անչափ շնորհակալություն եմ այս տոնաժների մեջ խոսակցության համար։ Դե գնում ենք առաջ ուրեմն ձեր ասածի պես հաստատ։ Անպայման մենք առաջ ենք գնալու Սոտոմ Գոմորից փրկվելու ելքը հետ չնայել վերցրել ենք ամեն ինչ, արդեն գիտենք առաջ ենք գնում։ Ճախնանքի սովոր մարդիկ չեն վախենում կոտրվելուց։ Մենք չենք կոտրվելու եւ մեր մարտնչողն է միայն հաղթում։ Ես Բևեռին նաեւ դրա համար եմ հարգում։ Ինքը անընդհատ պայքար կա իր մեջ, տարբեր ձևերով պայքարի։ Շնորհակալ եմ։ Եվ մեր Գյումրուն էլ մաղթենք այս թրկա այդ Քեմալի, այդ Կարաբեկիրի թերմանցքից շուտ ազատենք մեր քաղաքն։ Այո, ոսկուրտից ազատ, ոնց որ ոսկուրտը լինեն։ Այո, լավ օրենակ, ստեսություն։